Թուրքիան բարդ երկիր է, լուրջ երկիր է։ Թուրքիայի քաղաքականությունը կարող է դուր գա, դուր չգա, բայց այդ բարդ երկիր է։ Իրանց մոտ որոշում այդպես հեշտ չի կայանում։ Համակարգ կա։ Ինչքան հասկանում են տենդենսները միանշանակ դրական են, բայց կբացեն թե ոչ շատ բան գործոններից կախված է։ Օրինակ, կախված է նրանից Տրամպը ուժեղ կճնշի իրանց, թե ոչ։ Ճնշումը գիտեք ինչ առումով։ Ասենք Տրամպը կարող է ասի, լավ, F-35-ը կործանիչները ռազմական F-35-ը կտամ ձեզ, բայց սահմանը բացեք։ Եթե Տրամպը դա ասի, իրանք սահմանը կբացեն։ Եթե չէ, իրանք կմտածեն, ձեռնտու է, ձեռնտու չի։ Ինչքանով ձեռնտու է Ադրբեջանին։ Միանշանակ իրանք ձեռնտու է, քանի որ Թուրքիայի դերը կմեծանա, բայց այնուամենայնիվ մի բան էլ ուզում են մեզանից փոկել։ Ինչ դժվար է ասել։ Բարդ երկիր է, բայց տենդենսները, իշխանությունները Հայաստանի ճիշտ են ասում, դրական են տենդենսները։ Իսկ հայ-ադրբեջանական խաղաղությունը, խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումը որևէ ազդեցություն այդ առումով կունենա։ Գիտեք որ մասը, որ Ադրբեջանը իր տարածքը բացեց, որ Ադրբեջանը իր տարածքը բացեց մեզ մոտ եկող բեռների համար, դա ազդակ է Թուրքիային, որ իմաստ չունի սահմանը փակ պահել։ Ստացվում է հիմա արևտուրից կամ տրանզիտից Ադրբեջանը շահում է, Թուրքիան Ադրբեջանի խաթեր պահում է փակ սահմանը մեզ հետ։ Պարզ է, տրամաբանությունը հուշում է, որ Թուրքիան էլ պետք է բացի։